Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց տաղատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարյանն եմ, խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք ուզում են կամ պետք է ուզեն։ Հասարակությանն այսօր իմ զրուցակիցն է Իրանագետ քաղաքակրթական եւ մշակութային հետազոտությունների կենտրոնի հետազոտող Աննա Գևորգյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Տիկին Գևորգյան, հայաստանյան վերլուծական քաղաքական միտքը մի քանի օր առաջ էլի փոթորկվեց, մեծ ալիքներ եղան կապված Իրանի գերագույն գլխավոր հոգևոր առաջնորդի խորհրդական վելայաթի հայտարարության հետ եւ այսպես համարյա ինչպես միշտ աղառած ընկան այդ հայտարարության հետևից, որ տեսեք, Իրանը շարունակում է դեմ լինել Թրիփի միջանցքին, որ Իրանը դա համարում է սպառնալիք, որ Իրանը ըստ էության արդեն էլի տարբերություն չի դնում, դա միջանցք է թե Թրիփ է կոչվում։ Ինչու է այդպես լինում Հայաստանում։ Շնորհակալություն հրավերի եւ կարեւոր հարցի համար, իսկապես վերջին շրջանում ամեն անգամ երբ պարոն Վելայաթին խոսք է ասում, հայաստանյան մամուլն ու վերլուծական շրջանակները ալիքվում են նորից խոսելու նրա մասին, թե իրականում Իրանի դիրքորոշումը այն չէ, ինչ մենք լսում ենք օրինակ կառավարությունից Իրանի։ Առաջնային ակունքը բնականաբար այն է, որ քաղաքական համակարգն այնպիսին է Իրանի, որ առիթ եղել է սրա մասին խոսելու, մինչև հիմա բազում վերլուծություններ ու հոդվածներ են գրվում նրա մասին, թե ով ինչի համար է պատասխանատու Իրանում եւ ով ինչի վերաբերյալ է որոշումներ կայացնում։ Արտաքին քաղաքականության վերաբերյալ բնականաբար կա կոլեկտիվ որոշումների, այսպես ասած, համակարգը, որտեղ բնականաբար հոգևոր առաջնորդը, գերագույն հոգևոր առաջնորդը ունի իր ասելիքը, բայց հանրային խոսքը նրա եւ նրա խորհրդականների որպես կանոն ընկալվում է որպես այսպես գաղափարական սահմանները նշելու սահման եւ ուղերձ դրան զուգահեռ կոնկրետ քաղաքականություն իրականացնում է կառավարությունը իդեմս արտգործ նախարարության։ Հիմա ինչ է սա նշանակում, որպեսզի միայն հայաստանյան համատեքստի հետ կապված այդ խնդիրներին չանդրադառնանք, պարզ լինի օրինակ այլ թեմաների վերաբերյալ։ Օրինակ միջուկային ծրագրի շուրջ բանակցություններն ընթանում էին 10 տարի առաջ, բայց Ալի Խամենեին եւ նրա խորհրդականները շարունակում էին պնդել, որ այդ չարիքի հետ նկատի ունենալով ԱՄՆ-ին որևէ բանակցություններ տանել անիմաստ է, որովհետեւ վստահություն չկա եւ նրանց միակ նպատակը Իրանին ոչնչացնելն է, հետեւաբար մեր նպատակը նույնը պիտի լինի։ Կամ բոլորս գիտենք, որ վերջին շրջանում կապված եւ Ասադի կառավարության տապալմամբ եւ առհասարակ մերձավոր արևելքում տեղի ունեցող զարգացումներով եւ Լիբանանում եւ շարունակվող իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը դոմինոյի էֆեկտով այսպես բոլոր տեղերում Իրանի ազդեցությունը բավական թուլացրել են։ Բայց դրա ֆոնին մեկ էլ նույն պարոն Վելայաթին ասում է, որ դիմադրության առանցքը նույնքան միասնական է եւ նույնքան ուժեղ, որքան եղել է նախկինում։ Այս վերջերս էլ նաեւ մի հայտարարություններ արել կապված հենց Հեզբոլլահի հետ, ասելով, որ Լիբանանի համար Հեզբոլլահի գոյությունն ավելի կարեւոր է, քան հացի առկայությունը, ցույց տալու համար, որ որովհետեւ կներեք, իսկ Իրանում թե Լիբանանում Լիբանանում։ Չէ, արտահայտությունը նկատի ունեք որտեղից է արել։ Չէ, նկատի ունեմ հաց որտեղ չկա, Իրանում թե Լիբանանում։ Հա, այդ էլ մյուս խնդիրն է, տնտեսական որևէ տեսակի համատեքստ որպես կանոն նման մարդիկ հաշվի չեն առնում, որովհետև պատասխանատու են այդ գաղափարական առանցքը, այսպես ասած, ամուր պահելու համար։ Պիտի հաշվի առնենք նաև, որ պարոն Վելայաթին 79 թվականից քաղաքական համակարգում, այսպես իսլամական հեղափոխության ակունքներում կանգնած 16 տարի եղել է արտգործնախարար, հետո զբաղեցրել է շատ կարևոր պաշտոններ զուգահեռ նրան, որ եղել է 97 թվականից Ալի Խամենեիի խորհրդականն է, ինչի եմ սա շեշտում, որովհետև ինքը մի տեսակ նաև Ալի Խամենեիի հետ միասին խորհրդանշում է այդ իսլամական հեղափոխության գաղափարական շարունակականությունը, այսպես ասած։ Իրանում մի խոսք։ Եվ իր հայտարարությունները ամեն անգամ մի տեսակ հիշեցում է եւ ներսում հասարակությանը եւ արտաքին աշխարհին, որ իսլամական հեղափոխությունը, իր գաղափարները եւ մեր պատկերացումը աշխարհի մասին, որտեղ կա այդ մեծ սատանան իդեմս Ամերիկայի Միացյալ Նահանգների, չի փոխվել մեր պատկերացումը, այսպես ասած։ Հիմա եթե նայենք, թե գործնական առումով այս տեսակ հայտարարությունները ինչ նշանակություն ունեն պրակտիկ քաղաքականության համար, չէ՞ Իրանի։ Օգոստոսին էլ նման հայտարարություններ կային, որից հետո
արտգործնախարար Արաղչին հարցազրույց էր տվել խոսելով նրա մասին, որ այն ինչ ներկայացվում է որպես ծրագիր, TRIP ծրագիրը, այն մտավախությունները, որ ունեն իրենց հասարակության շրջանում, այդ մտավախությունները իրականության հետ կապ չունեն, որովհետև շեշտենք, որոնք են դրանք, որ պիտի լինի նատոյական զորքի արկայություն TRIP-ի երկայնքով, բնականաբար չկա նման բան ստորագրված փաստաթղթերում եւ որևէ տեսակ համաձայնությունների մեջ, եւ երկրորդը, որ հայ-իրանական սահմանը դրանով խախտվելու է, փոխվելու է, փակվելու է եւ այլն, որևէ այս տեսակ հարց ներառված չի համաձայնագրերի մեջ, ավելին, դա ոչ միայն Իրանի շահն է, այլ Հայաստանի Հանրապետության շահն է, որ իր սահմանը իր հարավային հարևանի հետ փոփոխության չենթարկվի եւ դա բնականաբար հաշվի առնվել այս համաձայնագրերում։ Հիմա եթե կառավարությունը իդեմս եւ նախագահ Փեզեշքյանի եւ արտգործնախարար Արաղչի այս բոլորը տարբեր հանդիպումների եւ բանակցությունների արդյունքում հանրայնորեն ասում են, որ այս բոլոր մտավախությունները, այսպես ասած, փարատված են, հարցազրույցներից մեկի ժամանակ հենց իրանական համատեքստում իրանցի լրագրողը հենց այդ հարցն էլ տվեց։ Այդ դեպքում ինչ է նշանակում վելայաթի այս կոշտ դիրքորոշումները։ Եվ պարոն Արաղչին այսպես շատ հետաքրքիր արևելյան դիվանագիտությանը նաեւ հատուկ բան, որդիական մեղմ ժպիտով ասեց իհարկե մեր ուսուցիչն է եւ արտգործնախարարությունում մենք բոլորս իհարկե հաշվի ենք առնում իր կարծիքը, բայց մենք ենք մասնակցում այդ բանակցություններին եւ մենք ավելին գիտենք այդ ծրագրերի մասին, քան կարող են իմանալ Ալի Խամենեի աշխատակազմում։ Տիկին Գևորգյան, տեսեք, Հայաստանում այդ դավադրությունների տեսության սիրահարների պակաս չկա եւ այդ սիրահարները այս վերջերս մի թեզ առաջ քաշեցին կապված վելայաթի հայտարարության հետ, ասելով, որ իրականում այդ հայտարարությունը ոչ թե Իրանի այն ձեր ասած արմատական շերտի մտահոգությունների արտահայտությունն է, այլ խնդրանք Ռուսաստանից, քանի որ Մոսկվան հիմա հաշվի առնելով Ուկրաինայում ընթացող բանակցությունները չի ուզում ուղիղ հակադրվի Թրամփին, խնդրել են պարոն Վելայաթին, որ որոշակի պարբերականությամբ նման կոշտ հայտարարություններով հանդես գա, որ դրանով իսկ թե ներհայաստանյան դիսկուրսում եւ դրա շուրջ ստեղծվի մի իրավիճակ, երբ ասեն այ մատները տնկեն դեպի Թեհրան, ասեն այլ տեսեք իրանք էլ են սա որպես միջանցք ընկալում, այս ծրագիրը լավը չի։ Դե անկեղծ ասած ով ինչ է խնդրել դրա վերաբերյալ չեմ կարող կարծիք ասել, որովհետև գերբնական ուժերի չեմ տիրապետում, որ իմանամ թե փակ դռների ետևում ով ինչ է խնդրում, բայց կարող եմ դրա հետ կապված մի բան ասել, որ առհասարակ Իրանա-Ռուսաստանյան հարաբերությունները, երբ հարցը վերաբերում է մեր տարածաշրջանին, խարսխված են եղել այն մտայնության վրա, որ ունեն մի ընդհանրություն շահերի եւ դա այն է, որ պիտի թույլ չտան, որ տարածաշրջանից դուրս ուժերը ավելի շատ ազդեցություն ունենան, քան կարող էին ունենալ մինչև 20 թվականը օրինակ։ 20 թվականից հետո սկսվեց մի տեսակ փոխադարձ մեղադրանքների տոնայնություն հայտնվել ռուսաստանյան հայտարարություններում եւ իրանական հայտարարություններում։ Իրանական կողմը համարում էր, որ այ Ռուսաստանը իր դիրքերը թույլատրել է եւ այդ պատճառով վակուում է առաջացել ուժային եւ դա կարող են լցնել նաեւ տարածաշրջանից դուրս գտնվող ուժեր։ Մյուս կողմից Ռուսաստանն էլ համարում էր, որ Իրանն էլ կարող էր ավելի ակտիվ դիրքորոշում ունենալ, այսպես ասած, օգնելու այդ հարցում, թե որքանով է սա իրականությանը համապատասխանում մի հարց է, բայց այդ հայտարարություններում արկա տոնայնությունը մինչև հիմա շարունակվում է։ Նույն պարոն Վելայաթի եւ Օգոստոսյան հայտարարության մեջ կար մի կետ, որը կարծում եմ առանցքային կետներ է այդ հայտարարության, որտեղ ասում էր Ռուսաստանի հետ, թե առանց մենք դեմ ենք արտահայտվելու այս ծրագրին, իսկ այս վերջին օրերի հայտարարության մեջ նորից հիշատակում է այն մասին, որ Իրանը դեմ է եղել միջանցքին, նույնիսկ առանց Ռուսաստանի մասնակցության, քանի որ Ռուսաստանը զբաղված էր ուկրաինական պատերազմում։
Հիմա եթե հաշվի առնենք, որ այս օրերին նաև պարոն Վելայաթին այս հարցը քննարկել է նաև Ալի Լարիջանի հետ, որը զուգահեռաբար հանդիպում ուներ նաև Ռուսաստանի փոխվարչապետի հետ եւ պիտի քննարկեր հյուսիս-հարավ նախագիծը եւ այն երկաթգծի չարչրկված արդեն տարիներ շարունակ ռաշտ աստարա մնացած հատվածը, որտեղ Իրանը անverջ փորձում է համոզել Ռուսաստանին, որ ներդրումներ անի, Ռուսաստանը մինչև հիմա քննարկում է, թե դա ինչ ձևաչափով է լինելու, վարկեր է տալու, թե այլ ձևերով է այդ ֆինանսական օգնությունը ցուցաբերելու, ամեն դեպքում այդ ծրագիրը, որ անverջ խոսվում է եւ ամեն տարի ասվում է, որ մյուս տարի արդեն հաստատ սկսելու ենք, այս տարի նորից խոսակցությունը նրա մասին է, որ 26 թվականին կսկսեն շինարարությունը եւ 160 կիլոմետրից ասում են, որ 100-ից ավել կիլոմետր արդեն օտարել են, դեռ օտարման փուլում են, այսինքն։ Եվ զուգահեռ Իրանի արտգործնախարարն էլ Մոսկվայում է այսօր եւ մինչ մեր զրույցը ձայնագրելը դեռևս մամլո ասուլիսը տեղի չէր ունեցել պարոն Լավրովի հետ, բայց վստահ եմ, որ այդ անդրադարձը նորից լինելու է հյուսիս-հարավ երկաթգծի հետ կապված։ Հիմա ինչի է սա կարևոր, որովհետեւ այդ մյուս շերտն էլ պիտի չմոռանանք, որ հաճախ Իրանից կարող ենք ստանալ ուղերձներ, որ վերաբերում է Հայաստանին եւ Հարավային Կովկասին, որի առաջնային հասցեատերը ոչ այնքան մենք ենք, որքան Ռուսաստանը, եւ այս տվյալ դեպքում ոչ այնքան խոսքը նրա մասին է, որ Իրանը կարող է ինչ-որ պաշտոնական դիրքորոշում հայտնել, օրինակ, չգիտեմ, իր դեմ արտահայտվել է, ինչպես պիտի արտահայտվի, պիտի պահանջեն, որ չեղարկվեն այդ համաձայնագրերը, եթե պահանջում են, որ պիտի նատոական զորքեր չլինեն, դա իրականությունից կտրված պահանջ է, որովհետև նույնիսկ չկա նման բան, չէ, համաձայնագրում։ Բայց այդ ուղերձը նաև նրա մասին է, որ եթե Ռուսաստանը մի քանի օր առաջ օրինակ հայտարարում է, որ ինքը դեմ չի թրիփում մասնակցություն ունենալ եւ նաև ներդրումների հարցում, հիշեցնում են, որ ախր տարիները պարտավորություն ունես նաև մեր ծրագրի հետ կապված ներդրումներ ունենալու։ Ասածս այն է, որ այդ երկրորդական թվացող, բայց իմ տպավորությամբ առաջնային հասցեատիրոջն էլ չմոռանանք եւ հասկանանք, որ մեր տարածաշրջանում ամեն դեպքում Իրանի եւ Ռուսաստանի համար այս շահերի եւ ուժային բալանսի այս վերադասավորումը բնականաբար իրենց շահերի դիտանկյունից պիտի փորձեն մաքսիմալ այնպես անեն, որ չմեկուսանան տարածաշրջանից։ Ռուսաստանը ինչպես է վերաբերում իր պարտավորություններին, դա առանձին երևի խոսակցության թեմա է, բայց այստեղ քանի որ դուք հիշատակեցիք ռեշտ աստար այդ հատվածը, եկեք մի բան փորձենք հասկանալ, հա։ Հասկանալի է, որ հիմա Ռուսաստանը որևէ ներդրում չի անելու, որովհետև քո գումար չունի, եղածները հիմա սառեցրել են, մտածում են ինչպես պիտի օգտագործեն արևմուտքի մասին է խոսքը, բայց այդ հատվածի համար բարբերաբար Ադրբեջանը ինչ որ գումարներ է հատկացնում Իրանի Իսլամական Հանրապետությանը, այդ գումարները գնում փոշիանում են, ոչ ոք չգիտի այդ գումարների ինչ է լինում, այս վերջինը եթե չեմ սխալվում, էլի եւս $200 միլիոն մասին էր խոսքը, էլի գնաց կորավ, ու այնպեսի տպավորություն է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ինքը չի ուզում, չի ցանկանում, որ այդ հատվածը կառուցվի, ավարտվի, ինչու թվում է, թե իրենց պետք է մի խնդիր է, թե արդյոք Իրանին պետք է որ դա կառուցվի, ավարտվի, այլ խնդիր է, թե ինչպիսի փողերով կառուցվի եւ ավարտվի։ Այս երկրորդ հատվածը նույնպես շատ կարեւոր է, հաճախ շեշտադրում են, եթե փողը չեն ուզում, չվերցնեն։ Տեսեք, վատ չի ունենալ նաեւ Ադրբեջանից փողեր, բայց ռուսաստանյան հենց ներդրումները եւ ոչ թե վարկային ինչ որ ձևաչափով օգնությունը Իրանը համարում է նաեւ հավելյալ անվտանգության բարձիկ, որովհետեւ այս տնտեսական սանկցիաների պայմաններում եւ նորանոր նաեւ ՄԱԿ-ի կողմից վերադարձել են, չէ՞, քանի որ այդ միջուկային ծրագրի 10-ամյակը, այսպես ասած, ավարտվեց եւ եվրոպական երկրները ՄԱԿ-ում բարձրացրեցին այդ հարցը, որ պետք է վերադառնալ ավելի ընդլայնված սանկցիաների, որտեղ ԱՄՆ-ն միակողմանի սանկցիաները ավելացրել էր 18 թվականից հետո, բայց ՄԱԿ-ի կողմից սանկցիաների վերացումը դեռևս ուժի մեջ էր։ Հիմա այդտեղ ինչու է կարևոր նաև Ռուսաստանի դերակատարությունը, որտեղ անվտանգության խորհրդի մշտական անդամ է վետոյի իրավունքով եւ եթե Ռուսաստանը ավելի շատ ներդրումներ է ունենում Իրանում, իր շահերից ավելի շատ է բխում, որ սանկցիաներն ավելի քիչ լինեն, ճիշտ է Իրանի դեմ։ Եվ Իրանի համար դա մի տեսակ եւ չինական եւ ռուսական ներդրումների ընդլայնումը
իրենք համարում են ռազմավարական նպատակ հավելյալ անվտանգության բարձիկներ ունենալու։ Բացի այդ, Ռուսաստանի ու Իրանի միջև նաև անվստահության դրսևորումներ եղան ոչ միայն Սիրիայում տեղի ունեցողի հետ կապված, այլ նաև նույն միջուկային ծրագրի շրջանակներում մինչև հիմա այդ պոլեմիկան շարունակվում է, թե ի վերջո Ռուսաստանը շահագրգռված էր, որ այդ միջուկային ծրագիրը կյանքի կոչվի եւ սանկցիաներն ամբողջությամբ վերանան Իրանի վրայից։ Եվ նույնիսկ երբ որ ԱՄՆ-ի հետ խոսակցություններ կային նրա մասին, որ նոր համաձայնագիր պիտի կնքվի եւ պիտի Իրանը հրաժարվի առհասարակ ուրանի հարստացումից, չէ՞։ Երկակի բոլոր այս իրադրություններում Ռուսաստանը երկակի շահեր ունի։ Մի կողմից, օրինակ իրանական մի շարք վերլուծաբաններ ասում են նրա մասին, որ իրենք էլ իրենց գոլեգաներից ռուսաստանցի ստանում են այն ուղերձը, որ Ռուսաստանի համար ավելի լավ է ունենալ միջուկային Իրան, քան արևմուտքի հետ հարաբերությունները կարգավորած Իրան։ Մյուս կողմից միջուկային ծրագրի շուրջ քննարկումներում երբ Իրանն ասում է, որ իր համար անընդունելի է որևէ տեսակի սահմանափակում ուրանի հարստացման, այսինքն տոկոսային սահմանափակումը պատրաստ է քննարկել, որ օրինակ մինչև 60% չհարստացնի, բայց երբ իրեն փորձում են առհասարակ արգելել հարստացումը, ինքը համարում է իր ինքնիշխանության խախտում, մեկ էլ այդտեղ ի հայտ է գալիս Ռուսաստանի մեկ այլ շահը, երբ ասում է, որ եթե հանկարծ դուք համաձայնվեք, մենք դեմ չենք ձեր ուրանը վերցնել, հարստացնել եւ մատակարարել ձեզ։ Սա էլ Ռուսաստանի կողմից հավելյալ քաղաքական լծակ է, չէ՞, Իրանի դեմ։ Հիմա այս բոլորը հաշվի առնելով Իրանը փորձում է մաքսիմալ Ռուսաստանի հետ հարաբերություններում հատկապես տնտեսական եւ ենթակառուցվածքների հետ կապված այնպիսի պայմանավորվածություններ ձեռք բերել, որ ոչ թե հավելյալ կախվածության մեջ ընկնի Ռուսաստանից, այլ ռուսաստանյան ներդրումները փոխկապվածություն ստեղծեն Իրանի եւ Ռուսաստանի միջև եւ Ռուսաստանը ինքը շահագրգռված լինի, որ Իրանը այդ շարունակական սանկցիաներից կարողանա դուրս գալ։ Ես ճիշտ եմ հասկանում, որ այդ տրամաբանության շրջանակում Իրանը այսպես զարգ է տվել հարավ-հյուսիսի հայաստանյան հատվածի շինարարությանը, ընդ որում անելով հենց այն նույն քայլը, որ դուք ասում եք Ռեշտ Աստարայի դեպքում Հայաստանին ասում են ներդրումները դու արա, ես կկառուցեմ, բայց փողը պիտի դու տաս։ Դա էլ կա, բայց այստեղ մի հետաքրքիր շերտ էլ կա, երբ ամեն անգամ խոսք է գնում նրա մասին, թե Իրանը կողմ է թե դեմ, որ մենք օրինակ եւ Եվրամիության հետ եւ ԱՄՆ-ի հետ տնտեսական զարգացման ճանապարհով գնանք, պիտի չմոռանանք նաեւ, որ ռեալ պրակտիկ դաշտում իրանական կողմը նաեւ եւ դրա մասին պարբերաբար նախկին դեսպան Սոփանին իր հարցազրույցներում բարձրաձայնում էր, պարբերաբար հայկական կողմի հետ քննարկում է, թե այդ արևմտյան ներդրումների շրջանակներում իրանական կազմակերպությունները ինչպես կարող են ներգրավել եւ այդ շինարարության մեջ օրինակ իրենց մասնաբաժինները ունենալ։ Հետևաբար մի կողմից այո, այդտեղ էլ այդ տրամաբանությունն է գործում, որքան ավելի շատ փոխկապվածություններ, այդքան շատ երկիր շահագրգռված կլինի, որ ինքը սանկցիաների տակից դուրս գա։ Մյուս կողմից այդ պրագմատիզմը գոյություն ունի նաև Իրանի քաղաքականության մեջ, որքան էլ որ գաղափարական դրոշակակիրները խոսեն աշխարհի բարի ու չարի առանցքի միջև ինչ որ քաղաքականության մասին, պրակտիկ քաղաքականություն իրագործողները տեսնում են, որ փոփոխություններ են տեղի ունենում տարածաշրջանում եւ իրենց առաջնային նպատակն է հասկանալ, թե դրանից իրենք ինչ տնտեսական ու անվտանգության շահեր կարող են ունենալ։ Բայց այստեղ մի թեմայի եմ ուզում անդրադառնալ, եթե դեմ չեք։ Առհասարակ ինձ թվում է մեզանում մի քիչ խեղված պատկերացումներ կան, թե ինչպես պիտի արձագանքենք հասարակական մակարդակում, երբ այս կամ այն երկիր անգամ ամենամոտ, ամենաբարիդրացիական հարաբերություններով երկիրը, երբ արձագանքում է ինքն իր շահերի մասին։ Երբեմն տպավորություն եմ ստանում, որ մենք ինչ-որ գաղտնի փաստաթուղթ ունենք ազգային անվտանգության ռազմավարության, որտեղ գրել ենք, որ Իրանի ազգային շահերը մեր ազգային շահերն են։ Այդպես չէ՞։ Գերակային մեր շահերը։ Մենք բարեբախտաբար ունենք շատ անվտանգության վերաբերող շահեր, որոնք համընկնում են Իրանի հետ։ Եվ ելի նշեցի, որ Հայաստան-Իրան սահմանը չպիտի խախտվի, որ որևէ երրորդ ուժեր չեն հայտնվելու այդ սահմանին, այդ բոլորը մեր շահերն են։ Այդ պատճառով, որ մենք հաշվի ենք նստում նաև այն հանգամանքի հետ, որ մեր շահերին համընկնող
իրենց շահերի համար իրենք պատրաստ են, այսպես ասած, քաղաքական իմաստով պայքարել եւ դա շատ գնահատում ենք, հատկապես 22 թվականի սեպտեմբերից հետո քաղաքական այդ դիրքորոշումը իրանական կողմի մեզ համար շատ շահեկան ու կարեւոր էր։ Բայց չեն կարող լինել երկու երկրներ, անգամ հարևան եւ բարեկամ երկրներ, որոնց շահերը 100%-ով համընկնում են։ Հիմա երբ խոսք է գնում օրինակ տնտեսական պրոյեկտներում Հայաստանի ներգրավվածության մասին, որ նույնպես առաջնային շահ է Հայաստանի համար, դա կարող է չհամընկնել Իրանի շահի հետ եւ դա բնական է, որովհետեւ ինչքան Հայաստանն ավելի բլոկադայի մեջ լինի, այդքան կիսաբլոկադայի, այդքան հյուսիսում ու հարավում գտնվող երկրները շատ ավելի տնտեսական լծակներ ունեն եւ Հայաստանի վրա եւ նաեւ իրենք ավելի շահեկան դիրքում են։ Նույն օրինակ այս մասին խոսել ենք։ Մինչև թրիփի գործարկումը Ադրբեջանը Նախիջևանի հետ կապվում է Իրանի միջոցով, ճիշտ է, Իրանի տարածքով։ Մնացած բոլոր բաները, որ դնենք մի կողմ, զուտ տնտեսական առումով դա պարզ է, որ Իրանի համար շատ շահեկան իրադրություն է եւ պարզ է, որ այլընտրանքային ճանապարհ ունենալով այդ տնտեսական Ադրբեջանը երբ ունենա այդ այլընտրանքային ճանապարհը, տնտեսական այդ շահույթը նվազելու է Իրանի դեպքում, բայց արդյոք մենք պիտի առաջնորդվենք Քաղաքականը նույնպես, որովհետև քաղաքական նաև լծակ է թույլ չտալու, որ Ադրբեջանը Իսրայելի հետ իր հարաբերություններում, այո, եւս մեկ լծակ ասելու, որ եթե դու այս քայլերը անես, ես էլ այս հնարավորությունները ունեմ ճանապարհ փակելու տնտեսական որոշակի խնդիրներ առաջացնելու Նախիջևանում եւ այլն։ Բնականաբար կա նաեւ հյուսիսում ապրող ազերիախոս իրանցիների խնդիր, բազում խնդիրներ, բայց ելի եմ ասում Երբ կա հստակ սահմանված, որոնք են այդ կարմիր գծեր կոչվածը, եւ այդ կարմիր գծերից որևէ մեկը ներառված չի Հայաստան-ԱՄՆ կամ Հայաստան-Ադրբեջան համաձայնագրերում։ Այն պատճառով, որ դրանք նաև մեր կարմիր գծերն են, որովհետև մենք չենք մեր շահից չի բխում, որ Հայաստան-Իրան սահմանը որևէ կերպ խախտվի։ Սրանից հետո թե տնտեսական առումով, երկարաժամկետ քաղաքական առումով մեր շահից բխող այս կամ այն քայլը ինչպես կազդի հարևանների վրա, դա պիտի հաշվի առնենք, բայց դա չի պիտի դառնա մեր առաջնային, այսպես ասած, փարոսը, թե մենք ինչպիսի քայլեր ենք ձեռնարկելու։ Զուտ որպես հուշում ուղղակի ասեմ, հիմա ավելի շատ քննարկում ենք այս թեման, Այդ մասին խոսում են պարբերաբար այն ուժերը, որոնք ժամանակին պնդում են, թե Հայաստանում բիոլոգիական զենք արտադրելու լաբորատորիաներ կան, որոնք այսպես իցույց էին դա դնում Ռուսաստանին, Իրանի Իսլամական Հանրապետությունը, արևմուտքը այստեղ ձեր դեմ բաներ է սարքում, դավեր է յուծում, հեսա զենք են սարքելու, կրակելու են ձեր վրա։ Եվ այլ հիմա այդ նույն մարդիկ ասում են, գիտեք ինչ կա, թրիփը միջանցք է իրականում, եթե չեք հավատում, տեսեք վիլայեթին ինչ է ասում։ Ցավալի թեմայի անդրադարձակ եւ ես կարծում եմ, որ դրա ամենամեծ վնասը, որ տալիս է այդ տեսակ թեմաների արծարծումը այն է, որ մենք իրական խնդիրները քննարկելու ժամանակ չենք ունենում։ Նույն եւ Իրանից եկող այդ սաստիկ պատասխանը, որ որևէ կերպ որևէ մեկը չի կարողանում բացատրել, թե չեղած կետի վերաբերյալ ինչպես կարող է որևէ հարևան երկիր ինչ որ գործողություններ անել, այդ մեկ, երկրորդը երբ խոսվում է նրա մասին, որ օրինակ այ սահմանը երբ բացվի Թուրքիայի հետ, այ տեսեք Իրանից էլ ասում են, որ թուրքական այստեղ թուրանական, այսպես ասած, ազդեցություն է լինելու եւ այլն, բայց չէ որ Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը իսկապես որոշակի նաեւ ռիսկեր է ենթադրում եւ այդ ռիսկերը շատ նորմալ պրագմատիկ դաշտում պետք է նստել քննարկել, հասկանալ, թե մենք արդյոք իրավական օրինակ դաշտում բավարար օրենսդրական անվտանգության բարձիկ ունենք որևէ երկրի կողմից այսպես ագրեսիվ տնտեսական քաղաքականությունը ինչ որ խոչընդոտներ ստեղծելու, որ կուլ չգնա օրինակ, չէ, տնտեսությունը, բայց երբ ուղղճացված է այդ բոլորը։ Հիշեցում հեշտ չի խանգարի 90-ական թվականներին, հատկապես երբ Թուրքիան փակեցին, 93 թվականին փակեց հայ-թուրքական սահմանը, խոսակցությունը պատտվում էր հենց Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ։ Հայաստանում ներքաղաքական դիսկուրսի մասնիկներից մեկը այն էր, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը գրավելու է Հայաստանի Հանրապետության
շուկան իրենով է անելու Հայաստանի Հանրապետությունը եւ ըստ էության չեզոքացնելու է Հայաստանի սուվերենությունը։ Բոլոր այդ մտահոգությունները, երբ որ տենց ուրճացված ձևով են ներկայացվում, թույլ չեն տալիս, որ իրական խնդիրների մասին խոսակցություն լինի։ Դրա շարքից է օրինակ այդ ադրբեջանցիների հնարավոր վերադարձի վերաբերյալ Հայաստանի ադրբեջանացման, մսկիթների կառուցման եւ այլն, չէ։ Ես օրինակ կարծում եմ, որ եթե օրինակ կարողանայինք սառը եւ սթափ ուղեղով քննարկումներ ունենալ, նաեւ հասարակական վերլուծական շրջանակներում, կարելի է օրինակ քննարկել այս հարցը, որ համաձայնագրերում նման կետ չկա, այդ մեկ բնականաբար։ Բայց ենթադրենք այդ մարդը իսկապես իր առաջ այդ ռազմավարական նպատակը դրել է։ Ինչ կարող ենք անել որպես պետություն։ Հնարավոր չի այնպիսի հայտարարություններ անել, որ հոգեբանական առումով հասարակությունը ամեն անգամ սենց շոկի չենթարկվի, որովհետև ադրբեջանցու վերադարձ ասելով միանգամից պատկերացնում է, որ մենք առհասարակ վերանալու ենք եւ այստեղ մսկիթներ են լինելու։ Օրինակ, չգիտեմ, երբեմն գուցե շատ ծայրահեղական, իդեալիստական ինչ-որ բան է մտքովս անցնում։ Իսկ ինչ օրինակ, եթե պարզապես ասում ենք, որ գիտեք, մենք այնպիսի զարգացման ուղի ենք բռնել, փորձելու ենք այնպիսի ժողովրդավարական ու բարգավաճ երկիր կառուցել, որ ոչ միայն Ադրբեջանից, կարծում ենք, որ տարածաշրջանի բազում երկրներից մարդիկ ուզելու են գան Հայաստան։ Հոգեբանական առումով նաև Ադրբեջանում որոշակի կաղապարներ ստեղծելու, որ այդքան հեշտությամբ դրա մասին չխոսեն։ Եվ զուգահեռ օրենսդրական դաշտում այնպես խստացնել քաղաքացիություն ստանալու եւ մշտական բնակության հնարավորություն ստանալու այդ չափանիշները, որ պարզապես անհնար դարձնենք այդպիսի մի բան։ Ես գուցե էլի եմ ասում, գուցե շատ իդեալիստական բաներ եմ ասում, բայց ես շատ ցավում եմ, որ իրական ռիսկերի մասին քննարկումները մնում են ստվերում, որովհետև անվերջ ստիպված ենք լինում պայքարել ինչ որ մտածածին մսկիթների կառուցման եւ չգիտեմ Հայաստանի ադրբեջանացման մասին կամ նույն այդ տնտեսական ոլորտում, չէ՞ որ մեր աչքի առաջ կա Վրաստանի օրինակը, ճիշտ է, կա եւ բացասական փորձառությունը եւ դրական արդյունքները։ Դժվար չի, չէ՞, այդ փորձառությունից ելնելով այսօր արդեն անկախ նրանից սահմանը կբացվի 1 ամիս հետո, թե 1 տարի, թե 10 տարի հետո, պատրաստ լինել դրան։ Բայց մենք դրա փոխարեն ինչ որ վախենալու պատմություններ ենք պատմում, իշխանական կողմն էլ ստիպված է լինում, դե չստացվի, որ արդարացնում եմ, ասում եմ ստիպված է լինում, կարող է հենց սկզբից ոչ թե ռեակցիա տալ, այլ հենց սկզբից օրակարգեր թելադրել այնպիսի, որտեղ որ կքննարկվեն ռեալ ռիսկեր եւ ռեալ հնարավորություններ եւ նման հարցեր վերաբերում են բոլոր թեմաներին կլինի դա Հայաստան-Եվրամիություն հարաբերություններ, Հայաստան-Իրան հարաբերություններ, թե Հայաստան-Ռուսաստան բոլոր դեպքերում կամ կա բացարձակ Հայաստանի շահերի անտեսում եւ որևէ երկրի շահերի սպասարկելու, այսպես ասած, բուրըն ցանկություն Եվ կամ մյուս կողմից պարզապես որևէ տեսակի ռիսկի մասին քննարկումները համարել ոչ այժմեական եւ այսպես ասած հաղթահարելի պարտադիր։ Դե մենք կամ պիտի Հռոմի պապից կաթոլիկ լինենք, կամ պիտի անպայման Բաքվում չայ խմենք, չէ՞։ Հա, այդ ծայրահեղությունից ծայրահեղություն վիճակը անverջ հասարակությանը հոգեբանական այդ ճոճքի մեջ է դնում եւ մենք ամեն օր կամ կործանվում ենք կամ փրկվում եւ դրա մեջ կորում է իրական մեր շուրջը եւ մեր ներսում տեղի ունեցողի վերաբերյալ իրական սթափ քննարկումները կորում են ցավոք։ Շնորհակալություն զրույցի համար։ Հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցն էր Իրանագետ քաղաքակրթական եւ մշակութային հետազոտությունների կենտրոնի հետազոտող Աննա Գևորգյանը։ Ես Լևոն Սարդարանն եմ, կհանդիպենք արդեն վաղը, նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։